Ազգային ժողովում քննարկվեցին առողջության պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրները, սակայն քննարկմանը առողջապահության նախարարությունից որևէ ներկայացուցիչ ներկա չէր։ Պատգամավոր Արմինե Գյուրեղյանի խոսքով նախարարությունը նշել է, որ պատրաստ կլինի նման քննարկումների միայն եռամսյակն ամփոփելուց հետո։ Քննարկման կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը քննադատեց իշխանությանը, նշելով, որ իշխող խմբակցությունը չի ներկայացել քննարկմանը, որպեսզի չառերեսվի ոլորտում առկա խնդիրներին։ Իսկ բժշկի ձայն նախաձեռնող խմբի անդամ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը նշեց, որ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանրային խոսք էր տվել, որ ներկա կլինի քննարկմանը, սակայն իշխող ուժից որևէ մեկը ներկա չէ։ Պետք է հիշի առողջապահության նախարարը, որ ինքը ոչ թե միայն իշխող քաղաքացիական պայմանագրի նախարարն է, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչների նախարարն է եւ պետք է ականջալուր լինի եւ բնակիչների բողոքներին եւ բժշկական հանրույթի բողոքներին։ Բուժաշխատողները բարձրաձայնեցին համակարգի վերաբերյալ մի շարք խնդիրներ։ Նրանք նշում են, որ ապահովագրական համակարգը չի կարող կայուն լինել, եթե չի ապահովում բժիշկների աշխատանքի կայունությունը։ Բժիշկների խոսքով նոր վարձատրության մեթոդների փոփոխության արդյունքում զգալիորեն նվազել է նրանց աշխատավարձը, իսկ աշխատանքի ընթացքում սահմանափակ ժամանակի պատճառով հաճախ ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի, քան հիվանդների հետ։